Star News-ն օրեր առաջ մեծ ցավով տեղեկացրել էր աստղահոգեբան Լուսիա Հակոբյանի որդու անժամանակ կորստի մասին։ Լուսիա Հակոբյանը ժամեր առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել օգնություն խնդրելով իր հետևորդներից։ Նա գրել էր հետևյալը. «Ընկերներ ջան, օգնեք խնդրում եմ փոքր կենտրոնում վարձակալել 1 սենյականոց բնակարան»։ Ավելի վաղ Լուսիա Հակոբյանը նաև մեկ այլ գրառում էր կատարել. «Հավաքվեք, տուն վերադարձեք, եկեք ձեր հողին, ջրին տեր դարձեք, ամենից ապահովը մեր հայոց հողն է, վերջապես հասկացեք»։ Ահա այսպիսի գրառումներ է կատարել իր ֆեյսբուքյան էջում Լուսիա Հակոբյանը վերջին օրերի ընթացքում։ Դե իսկ մեզ մնում է հավելել նաև, որ աստղաբանին մոտ կանգնած հարազատ մարդիկ նշում են, որ որդին շատ ծանր էր տանում մայրիկի շուրջ կատարվող իրադարձությունները։ Տնեզուրկ լինելը որդուն հասցրեց տենդավորման։ Նույն հարազատները նշում են, որ այդ ընթացքում բոլորը նրանցից երես էին թեքել։ Star News-ը ցավակցում է Լուսիա Հակոբյանին և նրա ընտանիքի անդամներին որդու անժամանակ կորստի առիթով։ Դե իսկ մեզ մնում է հավելել նաև, որ հայտնի աստղաբանը միշտ էլ իր խոսքով ու վերլուծություններով հանրության ուշադրության կենտրոնում է եղել։ Նրա խոսքը մեծ կշիռ ունի շատերի համար։ Հայտնի աստղաբանը սերում է աշխուժ Ջիվանու տոհմից։ Նա այդ մասին մշտապես մեծ հպարտությամբ է նշում։ Աստղաբանը 2 զավակների մայր է։ Ունի թոռներ, որոնց մասին հաճույքով ու սիրով պատմում է տարբեր առիթներով։ Աստղաբանը վերջին շրջանում ֆինանսական խնդիրների պատճառով հայտնվել էր բնակարանը կորցնելու վտանգի առաջ, սակայն սրտացավ ընկերների շնորհիվ կարողացավ խնդիրը բարձրաձայնելուց հետո շատ արագ լուծել այն։ Այդ վերջին խնդրահարույց իրադարձությունների մասին իմացան շատերը, քանի որ տիկին Լուսիան որոշել էր հանրայնացնել իր խնդիրը, այդպիսով նաև բարձրաձայնելով իր նման շատերի ունեցած խնդիրները։ Տիկին Լուսիան իր մեծ երախտագիտությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցել են, Աստծուն է շնորհակալություն հայտնում, որ կա և իր կողքին է։ Տիկին Լուսիայի տան հարցը կարգավորվել է, նա կրկին իր տանն է ապրում։ Նա պատմում է, որ տունը կարճ ժամանակահատվածում ավերել են, ինչի պատճառով այն վերանորոգման անհրաժեշտության առաջ է կանգնել։ Տիկին Լուսիան վստահ է, որ ամանորին նորից իրենց տանն են լինելու։ Նա համարում էր, որ դա փորձություն է, որի շնորհիվ նա ճանաչել է շատ մարդկանց լավ ու վատ կողմերը։ Հարկ է նշել նաև, որ տիկին Լուսիա Հակոբյանը իր հարցազրույցների ընթացքում անդրադառնում է նաև Հայաստանում տեղի ունեցող իրավիճակներին ու հայտնում իր անկեղծ կարծիքը։ Նա նշել էր, որ պատերազմը չի վերջացել, բայց քիչ է մնացել։ Ամբողջ գործակալները Ռուսաստանի լցված են Հայաստանում, նրանք են անում շատ բաներ ի վնաս Հայաստանի։ Այդ գործակալներն ուզում են ահի մեջ պահեն ժողովրդին, ուզում են զինվորների մեջքը կոտրվի։ Հիմա երկրագունդը քաոսային պատերազմի մեջ է։ Պատերազմում հենց հրաշք տղաներն են զոհվում։ Ռուսաստանի գործակալները Հայաստանը տանում են կործանման։ Դեռ ոչ մի վտանգ չեմ տեսնում։ Աստղահոգեբան Լուսիա Հակոբյանը դա նշել էր իր վերջին հարցազրույցներից մեկի ընթացքում։ Իսկ Star News-ն այս հոլովակի համար առանձնացրել էր այսքանը։ Ձեզ ենք ներկայացնում նաև աստղահոգեբանի հրապարակած լուսանկարներից մեկը, որոնք այս տարիների ընթացքում Լուսիա Հակոբյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։